բաղոն չկա։ Կարող է կապ չունենա։ 600,000-ից ավելի թոշակառուներ կան։ Խրախուսում է, որ ընտրեն իրեն։ Ապրիլի 1-ից թոշակները բարձրացան, լսել եք։ Ընտրակաշարք։ Դե բավարար չունի կապ։ Մի տարի առաջ բարձրացնել չկտրեր մեր թոշակները։ Հենց տեղում էլ ապատահաշուտի ընտրությունների վրա, որտեղ վազնում ես ավտոկաղնցնում նստի, ընտրություններից հետո արդեն չէին ճանաչում ով ես։ Ինչ ժողովրդական մարդապետ ոչ թե մենակ ինձ համար մնացածների, թե չէ ես ուրախանամ 10,000 կբարձրացնեն, թե չէ, ինձ պետք չէ 10,000 ողորմություն։ Ժողովրդի աչքը մտնելու մարը արել։ Դենեն չի որ ասենք չայլոց, բա միջև այդ ժամանակը էր ասեմ թոշակի իշդյանի թոշակառուն։ Մի եկա վերջում բարձրացրուց, էտել է ժողովրդին ասինել լավ չգալի կուտ են տալի ժողովրդին։ Ժողովրդին կուտ են տալի։ Ընտրություններն յոկոտ Նիկոլին ընտրեն։ Բայց դե մեղք բան է Նիկոլին ընտրելը։ Որտեղ Նիկոլը ինչ որ պրեզիդենտ բանը այլ պետությունների լսողը այլ պետությունների նախարարներն լսողը նախ պրեզիդենտներին եզար մեծ ցեք չի տալի։ Նայ մարդար քրտինքնա 3 հերթա թող 4 երեխի հետ աշխատել եմ կոմբինատը, բայց չեն տալի։ Եթե մանդատը դրել ես դու ես պատասխանատուն, չենք ասում դու ես գողացել։ Դա քու գործը չի, քուցերի գործը չի, բայց որ երկրի տեղը դիրակալը դու ես պահին, դու պիտի հետ տայր, դա երկրի արտաքին պարտքներ։ Եթե ասում են, բայց չեն անում։ Ես ուրախ կլեմ եւ գող կլեմ ընտրվի այն մարդը, որ հասկանա չալիկը ծերից լքլքում եմ, կանգնած 80 տարեկան եմ, բանկի դռներին տոկոս տալով թոշակ նստանում եմ տոկոս տալի, ասма խանութից առևտուրակ, խիմենք խանութի լավ կաները, խիմենք խանութի լավ շորերը, մենք չենք տնում, բանկի տոկոս չտամ, կամ շոր առնեմ, հակնեմ, կամ կոշիկ առնեմ, հակնեմ, ոչ։ Մենք կործանվել ենք, որովհետև աշխատատեղ չկա 35 տարի է Իջևանում, մի հատ շենք չի շինվել, բայց դրանց հետաքրքիր չէ 35 տարվա ծնված երեխան որտեղ է ապրում, որտեղ է, եւ ուզում ես աճի Հայաստանը, թուրքը կաճի, Հայաստանը ոնց պետք է աճի, կարող ասկի եթե սուտ լի շտանը լսկի հավատացել չկալի, կամ 10,000 ռուբլին ինչ։ Ով վարչապետը, մեր վարչապետը, դրան չեմ հարգ։ Լավ, ինչու հիմա, սա գալիք ընտրությունների հետ կապ ունի։ Անպայման, ժողովրդին թոշպան անեմ։ Կուտատալի, մեր լեզով։ Ապրեշան ջան, ժողովրդին կուտատալի։